Հարգելի իմ դիտորդ, ուրեմն ես ձեզ ուզում եմ մի փոքր հատված ներկայացնեմ Գագիկ Ծառուկյանի նատալ կարտի վերծանման հետ կապված, որը արել եմ ես մայիս ամսին։ Ամբողջ նյութը իհարկե մենք չենք լսի, մենք կլսենք նյութից հատված, որը կանխատեսվել է 2026 թվականի համար, այսինքն սկիզբը իր նատալ կարտն է, իր այսպես երկնային անձնագրի ուսումնասիրությունն է, հետո մենք հասնում ենք 2026 թվական, որտեղ նշել եմ, որ առաջին կեսը իր համար բավականին բարեկեցիկ է լինելու, հետո երկրորդ կեսը արդեն ինչ է լինելու, հիմա մենք կլսենք։ Ֆինանսական կայունությունը որպես բիզնեսի ներկայացուցիչ նրա համար տարվա առաջին կեսը բարենպաստ է ներդրումների և նոր գործընկերությունների համար։ Քաղաքական և հասարակական դիրքը Սատուրնի տրանզիտային այսպես գծի հետ կապված շարունակում է իր ընթացքը խոյի և ցիկլերի սահմանագծում։ Պատասխանատվություն և մարտահրավերներ կարող են լինել այս տարի Գագիկ Ծառուկյանի համար։ Պատասխանատվություններ և մարտահրավերներ կարող են լինել այս տարի Գագիկ Ծառուկյանի համար, ինչպես որ մենք տեսանք։ Հիմա ես երկու քարտեզ կազմեցի Գագիկ Ծառուկյանի համար և հիմա ցույց տամ։ Առաջի քարտեզը ուրեմն կազմել եմ կդատեն թե չեն դատի ամսի 7-ին, այսօր առավոտյան եմ կազմել և ունենք նաև գիշերվա ժամը 12:00 կազմեցի քարտեզ և մենք այստեղ տեսնում ենք լարված ասպեկտները, Սատուրնը, իշխանության տունը, արևը խեցգետնում, իր ունեցվածքի հետ կապված։ Ես հիմա այսպես մեկնաբանեմ այս քարտեզը, ուրեմն ու տեսնենք մենք քարտեզում հիմա ինչ ունենք։ Եթե մենք նայում ենք իմ ստացած քարտեզին, ապա պետք է ասեմ, որ Գագիկ Ծառուկյանի ուրեմն տան կառավարիչը Վեներան է և հենց ինքը գտնվում է կույս նշանում, այսինքն 6-րդ տանը։ Սա դատարան և իշխանություն 10-րդ տանը բերում է Աց եղջյուրի նշանում։ Աց եղջյուրի կառավարիչը Սատուրն է, որը գտնվում է առաջին տան սահմանագծում, խոյում ավելի շուտ։ Եթե մենք նայում ենք լուսինը, ապա գտնվում է 12-րդ տանը, որ խորհրդանշում է գաղտնիքներ, սահմանափակումներ և մեկուսացում։ Միացյան մեջ է Նեպտունի և Սատուրնի հետ։ Եթե մենք նայում ենք աստղագիտական կանխատեսումների մեկնաբանություններում, ուրեմն Վեներայի Ծառուկյանի վիճակը այս պահին գտնվում է կույս նշանում, ինչը նրա համար անկման, խոցելիության, թուլության նշան է։ Դիրքը 6-րդ տունը ավանդաբար կապված է պարտքերի, դատական քաշքշուկների և խնդիրների հետ։ Սա ցույց է տալիս, որ տվյալ անձը գտնվում է ծանր կամ սահմանափակված դրության մեջ, ինչի մասին որ մենք գիտենք։ Սատուրնի և Լուսնի դիրքը օրենքի և դատական համակարգի խորհրդանիշ, Սատուրնը գտնվում է հենց ասցենդենտի վրա, ինչը հարցին տալիս է առավելագույն լրջություն և իրական հիմքեր։ Ուրեմն Լուսնի դիրքը 12-րդ տանն է և Սատուրնի հետ համակցված է։ Սա ինչ է ցույց տալի մեզ, մատնանշում է թաքնված գործարքներ կամ ազատության սահմանափակման ռիսկեր։ Հորարային քարտեզի կանոններով, եթե մենք նայում ենք Վեներայի անկումը 6-րդ տան հետ կապված, ապա և օրենքի մոլորակի ազդեցությունը, սա հուշում է, որ դատական կարգով պատասխանատվության ենթարկվելու կամ սահմանափակումների հետ բախվելու հավանականությունը Ծառուկյանի հետ կապված բավականին մեծ է։ Գիտեք հետաքրքիրը որն է, որ ուսումնասիրության ժամանակ ես հասկացա, որ Ծառուկյանին այս պահի դրությամբ բարենպաստ մոլորակներ չունի իրան պաշտպանող և այո գտնվում է անկման փուլում։
Ուրեմն 6-րդ տունը ինչ է խորհրդանշում, պարտքեր, ծառայություն, դատական պարտավորվածություն եւ ֆիզիկական թուլություն։ Այստեղ նաև հնարավոր է մարդը ֆիզիկապես արդեն գերհոգնած երևա կամ գերհոգնածություն զգա, որովհետև իրականում ողջ կյանքը իրան հետապնդել են։ Չգիտես ինչի Հայաստանում պետքա լինեն միայն մուրացկաններ։ Յուրաքանչյուր, այսպես ասեմ, բարեգործ, որ հասել է այս կյանքում ինչ-որ մի բանի, ինքը պարտադիր հետապնդման է ենթարկվում։ Չեմ կարող ասեմ որն է ճիշտը, որն է սխալը, բայց այստեղ եթե մենք նայում ենք մարդու արած գործերին ու իրան, մենք տեսնում ենք, հա, ինքը ինչքան բան ունի արած այս ժողովրդի համար։ Բայց իր համար այնպես բաներ են խոսում, հո մենակ խոսալով չի, բա բերեք ապացուցեք, բա ինչի հիմա սկսեցիք այս մարդու հանդեպ նման վերաբերմունք, բա նախկինում ուր էիք, առաջ ուր էիք դուք, սրանից մի քանի ամիս առաջ ուր էիք, թե սա լռեցնելու ինչ-որ տակտիկա է, ու սենց հերթով բոլոր ընդդիմադիր ուժերին փորձում են լռեն, թե վախենում են, որ կարող է Ծառուկյանի լծակները կամ բիզնես պրոյեկտները կամ ֆինանսները օգտագործվեն իրանց դեմ, եւ այստեղ փորձում են ճնշել այս մարդուն։ Եթե մենք նայում ենք դատական համակարգի օրենքի եւ պատժի գլխավոր խորհրդանշին Սատուրնին, ապա հենց ասցենդենտի առաջին տանը կուսպիդի վրա խոյի երկրորդ աստիճանում ինչ է սա ցույց տալի մեզ, սա ցույց է տալիս, որ դատական մեքենան արդեն գործի է դրված եւ իրավիճակը կրում է այս պահին անդառնալի բնույթ։ Լուսնի եւ Սատուրնի միացությունը 12-րդ տանը ինչ է ցույց տալիս մեզ, մեկուսացում, բանտարկություն, գաղտնի թշնամիներ։ Այս ամեն ինչը ճշգրիտ միացություն ունի Սատուրնի հետ։ Սա բանտարկության կամ ազատության սահմանափակման ամենաուղղակի, ուրեմն աստղագիտական ցուցիչն է։ Լուսնի ընթացքը մեզ ասում է, որ շաբաթվա ընթացքում մինչև 1 ամիս կարող է այս իրավիճակը չափազանց լարված եւ այսպես սուր անկյուններ ունենա։ Ինչի համար եմ ասում, Վեներան չունի ոչ մի փրկարար ասպեկտ Յուպիտերից, այստեղ Ծառուկյանը հույսը մենակ իրա վրա պետքա լինի, որովհետեւ իր կողքի կանգնած մարդիկ էլ չեն կարողանալու, չգիտեմ, ցույց չի տալիս, որ ինչ-որ մեկը, ինչ-որ հովանավոր, ինչ-որ ընկեր կամ թիմակիցներ կփորձեն այսպես լուրջ կարողանան ինչ-որ աշխատանք անեն իրան պաշտպանելու համար։ Եթե մենք այս ամեն ինչը ամփոփելու լինենք, այո, լինելու է դատ եւ լինելու է ազատազրկում։ Բայց ազատազրկումը այստեղ կարա լինի Հայաստանի սահմաններից դուրս չգալու հետ կապված կամ դուրս գալու հետ կապված կամ մի որոշակի ժամանակ այսպես իր գործողությունները չկարողանա ակտիվ լինի, որովհետև սահմանափակումներ հասկացությունը լայն է, հա, թե իրան ոնց կփորձեն սահմանափակեն։ Տեսնենք, սա ինչի համար է, իշխանությունը եւ դատարանը կիրառում է իր ուժը եւ այստեղ իրանց բերում է Արեգակ Խեսգետնի 15 աստիճանում 9-րդ տանը։ Սա բարձրագույն օրենք եւ իրավական համակարգ, ինչ է սա նշանակում, որ իշխանությունը գործում է պաշտոնական, օրինական դաշտում։ Սա հուշում է մեզ, որ այս ամբողջ process-ը հաստատ ձևով գնալու է առաջ։ Ոչ մի հետքայլ չի դնի օրենքը եւ դատական process-ը։ Քաշքշուկներ լինելու են, սահմանափակումներ պարտադիր։ Որովհետեւ շարժվելով առաջ, ուրեմն Լուսինը քարտեզում առաջինը կազմում է սեքստիլ դրական ասպեկտ Վեներայի հետ եւ ապա կապ միացում Սատուրնի հետ խոյի աստիճանում, քանի որ Սատուրնը խորհրդանշում է պատիժ, սահմանափակում եւ օրենքի վերջնական խոսք, ուրեմն Լուսնի գնալը դեպի Սատուրն նշանակում է, որ գործը անպայման հասնելու է դատավճռի։ Կդատեն, բայց տեսեք, այստեղ կարող լինի ֆինանսական հարված, շատ մեծ ֆինանսներ այսպես կորուստներ ունենա ֆինանսական։ Կարա լինի գույքի
բռնագրավում։ Եվ այս ամենը գիտեք ինչի համար է արված, որ ծապ տան ու ասեն, տեսեք, ասեց եւ արեց, բայց շուտով այդ լծակները ուղղվելու են հենց անողների դեմ։ Այստեղ մենք Այստեղ ամենաշատը Մարսի եւ Սատուրնի քառակուսին է, որը բերում է կոշտ բախում օրենքի հետ։ Ունենք նաեւ Յուպիտերի եւ Պլուտոնի միացում, հսկական հարստության կորուստ։ Ինչու հենց հիմա այս ամեն ինչը արվեց։ Որովհետեւ եթե մենք նայենք աստղագիտական տրանզիտներին, այս ամեն ինչը ցույց է տալիս, որ հենց հիմա Սատուրնը անցնում է Խոյի նշանով եւ կոշտ հարված է հասցնում նրա նատալ Վեներային եւ Յուպիտերին, որը գտնվում է կշեռքում։ Եվ սա բերում է, որ իր ունեցվածքը խիստ այսպես ենթարկվում է պետական ստուգումների։ Նրա բոլոր նախկին պայմանավորվածությունները, դաշինքները այլևս չեն գործելու։ Առանց մեծ կորուստների եւ ֆինանսական կորուստների այս հարցը չի ունենալու կարգավորում։ Սա, եթե նայում ենք, օրինակ ես քարտեզ եմ կազմել, երկրորդ քարտեզը արդյոք ինքը իրականում մեղավոր է թե չէ, ապա ես այսպես կասեմ, բաց թողումներ ունի։ Եւ այս բաց թողումները այսօր օգտագործվում է իր դեմ։ Ասել, որ այս մարդը լիարժեք մեղավոր է եւ լիարժեք անմեղ է, սխալ կլինի։ Տեսեք, եթե մենք նայում ենք գրավի եւ ազատարձակվելու հարցը, ապա պետք է ասեմ, որ կա Սատուրնի, այսինքն օրենքի սահմանափակումներ։ Մոտակա ժամանակահատվածում լիարժեք ազատարձակման հավանականությունը փոքր է, կա, բայց շատ թույլ է։ Եթե նույնիսկ կիրառվի այսպես գրավի դիմաց, ապա դա կուղեկցվի այնպես որ երկրից բացակայելու խիստ արգելքներ կդրվեն Գագիկ Ծառուկյանի համար։ Ինձ եթե նայենք վերջնական եզրակացության, նա ունի այս պահին իրավական խոցելիություն եւ աստղագիտորեն ունի մեղավորության բաժին, որը իշխանությունը հմտորեն օգտագործում է Գագիկ Ծառուկյանի դեմ։ Այս process-ը խոստանում է, որ պետք է լինի երկար եւ բավականին ծանր, բայց նաեւ ես նշել էի, որ ընդդիմադիր ուժը Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործողություններ անելու է, մենք տեսանք, հա, նաեւ որ պահանջում էին քվեների այսպես փոշիացումը վերականգնեն, որ Գագիկ Ծառուկյանը անպայման մտնի խորհրդարան, այստեղ մեծ պայքար էր գնում, մենք հասկացանք նաեւ ինչի համար այդ պայքարը արդյունք չտվեց եւ այդ ձայները փոշիացվան ու բաժանվեցին, այսպես եւ մեծ ձայների մեծ մասը հասավ ԿՊ-ին։ Ինչ եմ ես ուզում ասեմ, ժողովուրդ ջան, ավելի բաց, ավելի պարզ, սրանից ավել չեմ կարող խոսել, որովհետեւ իրոք իմ էջը հետևում են, որտեվ շատ եմ այսպես անդրադառնում այս թեմաներին։ Ուստի փորձեք մի քանի անգամ լսել, որպեսզի ձեր մոտ հարցեր չառաջանան։ Այս ամեն ինչն էլ է ժամանակավոր բան։ Եթե ունի բաց թողումներ, այո, այդ բաց թողումների համար պետքա տա պատասխան, բայց այն որ խոսում են այս մարդու մասին, որ սենց է վարվել, նենց է արել եւ այլը, լսեք։ Ուրեմն Գագիկ Ծառուկյանին մեղադրելով մի հատ թեքվեք, տեսեք դուք ինչ ունեք արած այս ժողովրդի համար, ընդհանրապես ով եք դուք։ Այսօր շատ շատերդ կարաք քննադատեք այս մարդուն, բայց Հայաստանում մենակ մուրացկաններ չեն ապրելու, թող Ծառուկյանի նման մարդիկ շատ լինեին Հայաստանում։ Ուղղակի այս բաց թողումները ինքը չպետք է թույլ տար, իմանալով, որ մի օր այս ամեն ինչը թեքվելու է իր դեմ ու օգտագործելու են իր դեմ, ինքը պետք է շատ ուշադիր լինել այս հարցերին։ Այստեղ ինքը միանշանակ մեղավոր է։
Ցավոք սրտի կունենա ֆինանսական եւ կապիտալի, այսպես ասեմ, մեծ կորուստներ, սահմանափակումներ էլ կունենա, եթե ել եմ ասում անգամ գրավի միջոցով դուրս գա, ապա երկիրից բացակայելու սահմանափակում պարտադիր ինքը կունենա։ Նայենք, հետևենք իրադարձություններին, այո, եթե ուզում եք իմանաք, որ այս ամեն ինչը ուռճացած, ծանրացրած է, եւ փորձում են ազդել եւ հեղինակության վրա, եւ ֆինանսի վրա, եւ կոտրեն այս մարդուն, բայց մենք հասկանում ենք նաեւ դրա պատճառները, որ այստեղ ավելի շատ հետապնդումը իրեն քաղաքականության մեջ կոտրելու, սահմանափակելու, ճնշելու եւ մյուսների աչքը վախեցնելու եւ հետո նաեւ այն մարդիկ, ովքեր Քրիստոսին էին նմանեցնում, Պապ Թագավորին էին նմանեցնում, ծապտան ասեց եւ արեց, բայց այստեղ նաեւ մեր երկրից դուրս այս մարդը ապացուցելու ինչ-որ բան ունի, որ ինքը ասեց ու արեց, որ իրա վրա ոչ ոք չի կարող ազդել, բայց կտեսնենք, հələ դեռ ճտերն աշունն են հաշվելու ու կտեսնենք, թե դուք ուր կմնաք, ինչ կանեք եւ ձեր բաց թողումները ոնց կօգտագործվեն ձեր դեմ, իսկ ձեր պատիժը շատ ավելի դաժան է լինելու, քան կարող եք պատկերացնել։ Մի փոքր համբերություն ու մենք այս բոլոր սցենարները կամաց կտեսնենք։